Բարի օր, ինչպես ամեն շաբաթ օր, այսօր եւս հանրային ռադիոյի եթերում հանրամեդիայի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ եւ ինչպես ամեն շաբաթ այս ժամին ես իմ գործընկերների հետ, երբեմն ոչ միայն նրանց հետ, խոսում եմ հայաստանյան մեդիայի խնդիրների մասին։ Այսօր ընտրել եմ մի թեմա, որ ըստ էության ոչ միայն ես երբեք չեմ քննարկել, այլ ենթադրում եմ, որ վաղուց չի քննարկվել հայաստանյան մեդիա դաշտում եւ այսօր նախ ներկայացնեմ հյուրերին Արևելք կայքի գլխավոր խմբագիր լիբանանահայ Սաքո Արյան եւ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյան, նախ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Ինչի մասն եմ ուզում խոսեմ։ Տեսեք, մենք բարբերաբար, անընդհատ, առիթ լինի, անառիթ լինի, ասում ենք, Սփյուռքը հսկայական ներուժ ունի, որ Սփյուռքը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար այդ թվում, բայց տեսեք, հանրային ռադիոյում կա Սփյուռքի ձայն հաղորդաշար, հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվում են արևմտահայերենով լուրեր, բայց այդ ամենը ու այդքանով, եթե չեմ սխալվում, ամեն ինչ ավարտվում է։ Այդ ամենը Սփյուռքի մասին չի, Սփյուռքի համար է։ Այս Սփյուռքի մասին մենք ես արդեն քանի օր ինչ որ առիթ եղավ այդ թեմայով մտածում եմ, մենք գրեթե ոչինչ չգիտենք, այդ ոնց է այդպես ստացվում։ 8 միլիոն մեր հայրենակիցներ դրսում են մոտավորապես, հա մոտավոր հաշվարկներով եմ ասում։ Մենք ըստ էության ստացվում է, որ այդ մարդկանց մասին ոչինչ չգիտենք։ Անկամ մենք այն կարգի օջախների մասին, ինչպիսին օրինակ Լոս Անջելեսի հայկական համայնքն է։ Այդ մենք չգիտենք, այնտեղ բարեկամանք երկզանգի մի բան կպատմի, այդքանով վերջացավ։ Այդ ոնց է այդպես ստացվում։ Սաքո։ Գիտեք, նախ պիտի ճուզեմ այս վիճակը վերակրել հետ բادرազմյան ընդհանուր հայկական իրականության, բայց եթե ճիշտ փորձեմ դիտարկել, մենք դեղեկատվական մամուլի դաշտում համագարկված մարմին մչունինք, որ այս բոլորը ընթացագարկի վերածե եւ օրագարկ ներկայացնե եւ լրագրողները կովի բերե Սփյուռք եւ Հայաստան։ Անցյալին եղած են փորձեր գիշեք Սփյուռքի նախարարություն, այսինքն հավաքներ, հանդիպումներ, ելույթներ, ճիշտ է, այդ հավաքները ավելի այսպես ինչպես ռուսերենով գաստրոլային բնույթ ունեին, բայց ինչ որ բան կար։ Հիմա այդ մեկը բաքսի, այդ մեկը Ռամսել քոյություն չունի։ Սփյուռքը իր ցանկով գշարունակե ապրիլ, գշարունակե զարգանալ, գշարունակե խնդիրներու արժևը լալ, բայց մյուս կողմը հայկական մեդիա դաշտի մեջ Սփյուռքը շատ քիչ ներկայացված է։ Եթե թեփմբադայի սպանություն կամ եկեղեցի մփացումը բոլսո մեջ կամ ինչ ասեմ Միացյալ Նահանգներու մեջ ընդրություններու ադեն որոշ հայկական լոբին ինչպես գործեվան, բայց այս բոլորը օրագարկով չեն։ Այդպես ամեն մարդ գուզե իր միրգը վաճառել, այսպես գոբի դասած, եւ անշուշտ այդ մեկը խոցելի է ոչ միայն Հայաստանեն, այլ նաեւ Սփյուռքի կողմեն եւ Սփյուռքնալ նույնպես համագարկված աշխատանքի գարիք ունի, գարոդ ունի, որովհետեւ մի զարմանակ, երբ հայրենագիցներ կան Երևան եւ մեզի հարցնեն ուր է այստեղ մզգիտը, որ նոր կառուցվեցավ, ես ապիպերան գուսեմ բոլիս չեք եկած, որ նոր մզգիտ բարձր խնդիրը մզգիտը չէ, խնդիրը մենք ինչպես ենք լուրը դառնում 300,000 ադրբեջանցիներին անցնում է տեխա, Սա շատ բան սլակով ասացի, բայց իրականություն է այս մեկը եւ լուրջ խնդիր է մեզի համար, թե մենք ինչ լուր կներկայացնենք եւ ինչ լուր կստանանք։ Մենք նաեւ մտածելու դեղիկ է, մենք ինչ պետք ունենք Սփյուռքեն, կամ ինչպես մենք պիտի փորձենք այդ Սփյուռքը հարաջուն ներուժի վերածել։ Օրինակ Սուրիո մեջ ինչ կգադարվի, ով գիտե այսօր, ինչ գործընթացներ։ Ես էդ էի ուզում իմիջայլուց ասեի, հիմա բացի Սիրիայից, տեսեք, ճգնաժամային իրավիճակներում հայտնվում են, սեյվ քեսաբ են սկսում գոռալ բոլորս, առանց հասկանալու ընդհանրապես ընտեղ ինչ է կատարվում իրականում, հա։ Որ մեկը hashtag-ը գրել վերջիկիկ բոլորս գոռանք այդ թեմայով, բայց հիմա տեսեք, Սիրիայում մենք գաղափար չունենք ինչ է կատարվում, հայկական համայնքի մասն է խոսքը։
Իրանը ըստ էության պատերազմի մեջ է հարևան երկիրն է, որ մի 6 ժամ քշես, կմտնես, մեքենան քշես Երևանից կհասնես արդեն Իրանի Իսլամական Հանրապետություն։ Բացարձակապես տեղյակ չենք, թե այնտեղ ինչ է կատարվում։ Եթե ասենք մեր հայրենակիցներից մեկը զոհվեց կամ վիրավորվեց, մենակ այդ ժամանակային ինչ-որ տես լուր է գալիս, որ ցավոք մեր հայրենակիցը եւ այլն, բայց այդ մարդիկ ինչպես են ապրում, ինչու են այնտեղ ապրում, հա, պայմանական եմ հարցը տալիս, տենց ռետորական է, բայց ասենք, լավ, պատերազմը ինչ չեք գալիս օրինակ Հայաստան մնում եք այդտեղ, իրենք իրենց բացատրությունները բնականաբար ունեն, որտեղ դա իրենց հայրենիքն է ըստ էության։ Բայց մեր մեդիա դաշտում այդ մասին քար լռություն։ Տեսեք, Սփյուռքում մեդիան դեռ նախքան Հայաստանի անկախությունը կարելի ասել սեփականաշնորհվել է կուսակցություններին։ Ոչ մի անկուսակցական մեդիա մենք Սփյուռքում թեև փորձ եղել է, օրինակի համար Իրանում փորձ եղել է ունենալ եւ շատ վատ վախճան է ունեցել, նույնիսկ եթե չեմ սխալվում խմբագրին սպանել են։ Եվ դա բերում է այն խնդրին, որ նույնիսկ իրանահայերի օրինակի համար եմ ասում մեջ, եթե ասենք իրանահայերի ոչ դաշնակցական թևը ինչ որ ձեռնարկանի, ալիքը դրան չի անդրադառնա, ալիք օրաթերթը դրան չի անդրադառնա կամ նույնը հակառակը։ Եվ դա նաև տարածվում է Հայաստանի վրա, Հայաստանի լուրերը մինչև այն ժամանակ, որ ՀՄԵԿ-ը արբանյակային չդարձավ, նույն ակնոցներով էր նայվում, այսինքն դաշնակցականը նայում էր Ալիկ Օրաթերթի ակնոցով, մյուսը նայում էր իր ակնոցով եւ չկար օբյեկտիվ լրատվություն Հայաստանից դեպի Սփյուռք։ Հանրարդարությանը միջելուց պիտի նշեմ, որ նույն հանրային հեռուստաընկերության լուրերը մի շարք երկրներում Միացյալ Նահանգներից սկսած հիմա չգիտեմ Իրանում կա թե չկա, փորձում են ամենայն դեպս արբանյակով Չէ, թղթակիցներ ունի, այսինքն մենք ըստ էության ինչ որ չափով տեղեկանում ենք համայնքի անցուդարձին, բայց հիմնականում քաղաքական խնդիրներին ավելի շատ էլի։ Եվ խորքային չէ, շարունակական չէ, նպատակային չէ։ Դե դա էլ արդեն մի քիչ ֆինանսական ռեսուրսների հետ է կապված։ Այո, բայց ցեզի ուրիշ ասեմ, անցյալին այդ փորձը ես կհիշեմ, ինչպես դեղի ունեցավ, յուրաքանչյուր գրասենյակ, օրինակ մտամ, այսօր մենք բոլիսը մեր բիդի զարմանաս եթե ասեմ ամենահարուստ համայնքները մեկն է ոչ միայն ֆինանսական, մշակութային, գրթական, գրոնական եւ եթե մենք ՀՄԵԳ-ի նախաձեռնությամբ կամ նույնիսկ հանրային ռադիոյի նախաձեռնությամբ վստահ եղեք այդ քաղաքները ուժը ունին բավարար հոգալու իրենց լրատվությունը ներկայացնելու ծախսերը իրենց համար պետք է օրինակ շատ ուրախ պիտի լան իրենք եթե իրենց թաղի ասենք Սկյուդարի Սուրբ Գևորգ եկեղեցով վերագառուցման դեսանյութը հրաբարակվի ՀՄԵԳ-ով կամ հանրային օրինակ մգուտամ սա այսինքն միայն այդ ֆինանսականը լուծելի հարց է եւ ես կգարձեմ որ բացի թեժ կոդիներ են օրինակ Դամասկոս, Հալեբ, Հաջախ Բեյրութ ամեն մարդ պիտի ճուզե Լևոն խոսիլ եւ բադմել թե ինչ է իրավիճակը հասկանալի բաժարներով բայց ինչպես ասիր Լոս Անջելեսը այսօր մի քանի Հայաստանի չափ հայ գա այսինքն առնվազն գամ դարածքով այդքան դարածուն բայց մենք չենք գիտեր միջին վիճակագրության հայը ինչ կմտածե ինչպես կաբրի ինչ են իր օրախնդիրները գիտեմ որ Գլենդելի քաղաքապետի պաշտոնին երկու հային հավակնում այնքան իրար միսկ երան որ վերջի երրորդ մարդը դառավ որը հայ չէր ճիշտ այդ միջկուսակցական եւ ոչ միայն միջկուսակցական այսինքն Գլենդելում օրինակի համար ես գիտեմ որ իրանահայերը այնքան Բրբենքում է չեմ հիշում դրանցից մեկը այնքան որ իրար հետ են շփվում օրինակի համար հայաստանցիների համայնքի հետ չեն շփվում կամ լիբանանահայերի հետ այդքան չեն շփվում դրանք խնդիրներ ա որ բերում է հասացնում է այս իրավիճակին այսինքն նույնիսկ եթե օրինակի համար մենք վաղվանից հայկական ինչ որ մի մամուլ ուզի իրանահայերից լուրը ստանա եւ ամեն օր
ալիքի լուրերը վերարտադրի։ Դա չի նշանակի, որ իրանահայ համայնքի լուրերն է վերարտադրում, որովհետև այնտեղ կվերարտադրվի միայն դաշնակցության կոնկրետ քաղաքական ուղղվածության լուրեր։ Այո։ Հետո այստեղ անարդարություն ալ գա, այսինքն սպյուրքի մամուլը ամեն մանրամասնություն մանավանդ հիմա եթե ինտիմատիր մամուլի մասին է ամեն մանրամասնությամբ պիտի գրե Հայաստանի մասին հաջող խեղաթյուրելով եւ անոր թիմացը պիտի չկրե թե կանադայի քաղուտի մեջ մենք ինչ թույլ գեդեր ունենք ինչ խնդիրներ ունենք կամ ինչու ասինչ ասենք քաղուտի Մոնրեալի ասինչ տաղամասի մեջ հայ ներկայացիչը բարդվեցավ դեղի դվավ օդարին արչեվ մենք չենք սերգոր որ ամեն ինչ վարդակույն է Հայաստանի մեջ բայց այն լրատվությունը որ կգադարվի հաջող գոմնակցության հիմքի վրա կգադարվի եւ այդ մեկը գվնասե գիտեք շատ շպարմը գա շատ գսիրենք համահայկական թրույթ հիմա ասենք օրինակ քո բերած օրինակով ասենք եթե մարդ գալիս ասում այդ նոր մոսկիթը որտեղ է չէ հիմա ասենք ինչ ես ենթադրում ասենք օրինակ Կալիֆոռնիա կուրիեր կարդացող ընթերցողը ինչ է սպասում այդ մարդուց չէ ինքը մեղավոր չի ես իրեն չեմ մեղադրում, ես չեմ ասում ինչի ես հենց այդ կարդում, բայց եթե ինքը, չգիտեմ, ավանդաբար է դա կարդում, այդ մարդը Հայաստանի մասին ինչ, հենց այդ եմ ասում, Հայաստանի մասին ինչ պատկերացումներ պետք է ունենա։ Փլվում է Հայաստանը, գործանվում է, այդտեղ է մեր թերի բագասը եւ այդ մեկը Հայաստանի իշխանությունները պիտի ընեն, ով ալլա, այսինքն համագարկված ներկայացնեն ոչ անպայման որ ամեն ինչ շատ տրագան է եւ ամեն ինչ այսին Հայաստանը տրախ չէ մենք գիտենք բայց Հայաստանը նաեւ թրկացման ճանապարհին վրա չէ բարոնայք այսին անընդհատ այդ թեզը առաջ տանել եւ չնայած ադորսեմ ցեզի այն հայրենագիցները որ այս ամառ եկան եւ եկան հազարներով Պանագում գարոմենտմենի եւ այլն ուրիշ արիտներ գային ադոնք իրենք շոկի մեջ են զարմացած են եւ ես գլսեմ նույնիսկ հնչագյան շրջանակները որ այս մեր ընկերները որ գուկան եւ Հայաստանը գտի դարգեն գերտան Լոս Անջելես գսեն չէ ընկերներ մենք ադանք բան չի տեսանք ինչու գսդեք ինչու գխապեք Հայաստանը շատ լավ է արդարություն կա մենք ինչքան սպյուրքի մասին չգիտենք սպյուրքն էլ այդքան մեր մասին չգիտի եւ այստեղ նաեւ սպյուրքի հանձնակատարի գրասենյակը ինձ թվում է որ գործ ունի անելու որովհետեւ համենայն դեպս իրենք կապի մեջ են սիստեմատիկ եւ ուղղակի շաբաթը մեկ կարող են որպես ուղղակի անցուդարձը սպյուրքի համայնքների տարածեն ես վստահ չեմ որ օրինակի համար Մոնրեալում ապրող հայը գիտի Կալիֆոռնիայի ապրող հայը ինչ անում կամ ինչ ձեռնարկներ կան կամ ինչ նոր գիրք է հրապարակվել միշտեր հրապարակվում է սպյուրքում Եվ ինչ որ մարմին պիտի լինի որ համակարգի այս ամբողջ 13-14 թվականներին եթե չեմ սխալվում Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մի կայք կար լրատվական անունը ուղղակի չեմ հիշում Հիմա ես իմ լեզվի ծայրին է բայց չեմ հիշում որ ըստ էության զբաղվում էր այդ համակարգմամբ այսինքն տարբեր համայնքներից լուրերը թարմացնում են ու բավական ակտիվ էր հետո բայց անցան տարիներ ես հիշում եմ որ այնտեղ ահագին բան փոխվեց, այսինքն նախարարը փոխվեց եւ այլն, հետո ես մի բան ֆիքսեցի, որ այդ կայքը կոնկրետ վերածվել էր այ մոտավորապես նրան, որ Հայաստան թրքացման ճանապարհին է բան, ինչ որ այս կարգի մաքուր քաղաքական ուղղվածության բան էր վերածվել ու բնականաբար կարելի ասել այդ փորձը այդտեղ էլ թաղվեց էլի արդեն հայերն այսօր ճիշտ է հայերն այսօր բայց ինքը տենց գնաց լրիվ ուրիշ բանի վրա ուրիշ ուղղությամբ եւ այսօր չունենք բայց այստեղ նայ տես օրինակ Սաքոն ասում է օրինակ պոլիսի ժողովուրդը ունևոր են իրենք կարող են ապահովել այս կոմենք այստեղ խնդիրներից մեկը ուրիշ է լրատվական դաշտից շահագրգռվածություն այսինքն անգամ թույլ փորձեր լուսաբանել Սփյուռքի կյանքը ոչ թե սկանդալները որ ասենք չգիտեմ սպանություն այնտեղ մեկը մեկին վրա երթի է հային գիտեք խորակիրները ինչպես այդ շահագրգռվածությունը չեմ տեսնում լրատվական դաշտում ու ես չեմ հավատում այն բանին այն
չգիտեմ, պատճառաբանություն դե գիտեք ինչ կա չեն կարդում։ Չէ, տեսեք, օրինակ դու նախ փորձի հետո ասա չեն կարծում։ Ինձ հաճախ զանգահարում են Իրանի համայնքից լուր ստանալու համար, բայց այդ զանգերը միշտ լինում է այն ժամանակ, որ ինչ որ թեժ իրավիճակ է Իրանում։ Եվ փորձում են Իրանից ընդհանուր տեղեկություն ստանալ եւ նաեւ իրանահայությունից, բայց երբ այդ թեժությունը արդեն անցնում է, արդեն բոլորը մոռանում են։ Միշտեր Իրանի համայնքին իմանալով ես գիտեմ որ գոնե շաբաթը մեկ ինչ որ ձեռնարկ այնտեղ մի 10 միություն կա դրանցից մեկում ինչ որ ձեռնարկ կլինի Ես շատ վաղուց իմիջիալ Թեհրանում եղել եմ բավական ակտիվ համայնք են Այո, օրինակ Թեհրանը այլևս տրենդ չէ, դժբախտաբար, բայց մենք լրակրողը մտածեց հաշվարել հայերը ինչ վնաս ունին, ինչ հալի մեջ են, ինչ հոգեբանական վիճակի մեջ են եւ ինչ է ընդհանուր իրավիճակը Կարևոր չէ, հիմա կարևոր չէ տեղափոխվեցին Հայաստան Անցավ Դե շատ չեն եկել Ինչու՞ չէ, քիչ էլ չեն։ Հա, քիչ չեն, բայց շատ էլ չեն, այսինքն ոչ ոք խոսեց։ Այն մտավախությունը, որ հեսա 100,000-ներով գալու են այս մարդկանց ախր որտեղ ենք տեղավորելու գաղթականներ եւ այլն, Փառք Աստծո չիրականացավ։ Ինչ եմ ասում Փառք Աստծո, ոչ թե Փառք Աստծո որ չեն եկել հայրենիք։ Չէ, այլ Փառք Աստծո, որովհետեւ այդ մարդիկ դրա կարիքը չեն ունեցել առաջինը եւ երկրորդը ըստ էության ես ասեմ Իրանի եւ ոչ միայն Իրանի հայ համայնքը հեչ պակաս կարևոր չի շատ ու շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից Դժբախտաբար իհարկե հիմա թեման այդ չի, բայց Իրանի համայնքը ես կարծում եմ բոլոր ավանդական սփյուռքի համայնքները բոլորը նույն խնդիրն ունեն, որ գնալով հյուծվում են եւ դա սփյուռքի բնույթն է, այսինքն մենք ինչքան էլ ջանք թափենք, դրան հակառակ չենք կարող գնալ։ Նույնպես Իրանի համայնքն էլ ժամանակին, եթե ասում էին 70,000 հայ ապրում Իրանում, հիմա շատ է նոսրացել եւ դա իհարկե իր պատճառներն ունի։ Մի մասն եկել են Հայաստան, այո, կամ Եվրոպա։ Այո։ Նաեւ բայց դա քիչ Ռուսաստան չեն գնում։ Իրենք վախ մնալ գա սպիրկի կողմը, որ գիտեք այս խնդիրը հիմա նոր վերջերս Բեյրութի մեջ դպրոցը փակվեցավ, որ ասիգաս ախտանիշ է, երբ որ քաղուտներու մեջ դպրոցները արդեն սկսին փակվել եւ հուսամ շղթայական չլար այդ կնշանակի որ այդ քաղուտը հյուծման ճանապարհին է ինչպես Ռուփիգը ասավ եւ սպիրկի ղեկավարությունը անընդհատ գվախնա այդ խնդրի արերեսում են եղբայր մի վախնար հարցը ներկայացուր գրնալ ծեվաչափ մգա այդ խնդիրը լուծելու եւ անշուշտ այդ վախի մեջ գա այսպես քողազերծված խնդիրը ինչ կուզե թողլա Հայաստան թող չերտան քաղութային բադգերը բահբանվի առավել բայց եւ այնպես ինչպես նշեցիք երդասարտներ անընդհատ արդահոս կա մերձավոր արևելքեն սա գախնիկ չէ ոչ միայն լիբանանահայերու բարակային այլ լիբանանցի քրիստոնյաներու նույնիսկ իսլամ լիբանանցիներու բարակային որովհետեւ լուրջ հարց կա որ վաղը Լիբանանի մասին գխոսի մատկվես կամ Սուրիո մասին վաղը ինչ պիտի լա այդ երկիրը ինչպես պիտի գոյատևե ինչպես պիտի շարունակե իր դնդեսական խնդիրներով դարբեր խնդիրներով եւ այդ մեկը գախնիկ չէ որ մերձավոր արևելքի մասշտաբով այո ես անգերձորեն անոնց մեջ եմ որ ասեմ սպիրկը գկանտվի ոչ սպիրկը գրնա դեղափոխվիլ այսօր եթե արևմտահայ լեզվի գետրոնը Բեյրութը եւ Հալեբն էր հիմա իրականություն է որ այդ գետրոնը վերափոխված է եւ գոչվի Մոնտրեալ կամ Լոս Անջելես բայց մեր ներուժը ինչպես դու նշեցիր որովհետեւ ասոնք նաեւ Հայաստանի փերտերն են արդակին ճագադի վրա եթե այդպես ծավալերբենք այս փերտերը սկսած են դգարանալ դարբեր հարցերով նաեւ մանավանդ այս վերջին դարիներու մեր հայաստանյան իրականության եւ Արցախի գորուստի հետևանքով մարդիկ դարբեր հարցումներ ունին որոնց պատասխանները չդրված մեկ կողմը մյուս կողմեալ Հայաստանի հանդեպ իրենց ընկալումները միշտ ճիշտ չեն եղած այսինքն իրենք Հայաստանը չեն ջանցած ոչ ալ Հայաստանի թիրքը գիտեն ոչ ալ Հայաստանի խնդիրները գիտեն սա ուրիշ կարևոր թեման է եւ ոչ մի հայաստանյան իշխանություն չի փորձել ուղղակի խոսել սփյուռքի հետ
Այսինքն մենք ժամանակին իշխանություն ենք ունեցել, որ ունեցել է Սփյուռքի նախարարություն, բայց հենց այդ Սփյուռքի նախարարությունը դրա համար է եղել, որ իշխանությունը էլ Սփյուռքով չզբաղվի։ Մի նախարար դնենք, ասենք որ սա է մեր դեմքը եւ խոսի Սփյուռքի հետ։ Սփյուռքին բացատրություն չի տրվում։ Ճիշտ, որ ինչ Հայաստանում իրադարձությունը, ինչի դեմ ենք կանգնած եւ դեպի ուր ենք գնում եւ երբ չկա այդ բացատրությունը Սփյուռքին, արդեն Սփյուռքում կան բացատրողներ, որ բացատրում են իրենց կուսակցության շահերից ելնելով ասեմ, ես մի քանի անգամ օրինակ Սփյուռքի հանձնակապտարի հետ խոսել եմ այդ թեմայով, այն հարգարժան պարոնայք, որոնց մասին դու խոսեցիր քիչ առաջ, այդ իրենք ստեղծում են այդ տեղեկատվական ֆիլտրեր, բավական մուգ գույների ֆիլտրեր են ընդ որում, ու դրան գումարած նաև խնդիր կա, որովհետեւ հասանելիության, այսինքն այդ մարդիկ այնքան իշխանություն ունեն համայնքի ներսում, որ կարողանում խոչընդոտել, կարողանում են խոչընդոտել, թույլ չտալ եւ այլ ինչ որ սաբոտաժային անգամ դրամաբանությամբ ինչ-որ գործողություններ անել, այդ դրա մասին իմիջիալուց նույնպես մեր լրատվամիջոցները այնպես համերաշխորեն լռում են։ Խնդիրը այսինքն մեծ ինչ որ 7 գլխանի 6 ձեռքանի ինչ որ հրեշներ են ներկայացնում, ասենք Սփյուռքում, ու դա մենք այնպես անուշադրության ենք մատնում, ասում ենք հա դա նորմալ։ Եվ ուրիշ բան ասեմ, ես նկատած եմ հմեգի եթերով, մարդիկ, որ քիշեր ցերեկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կքննադատեն, թող քննադատեն, բայց թույն գտապեն։ Այդ նույն մարդիկ ռեպորտաժներ գուղարկեն եւ այդ ռեպորտաժները կցուցադրվին մեկի եթերով, որտեղ մարդուժի խնդիր հասկանալի է, բայց այսպես երկու չափ երկու գշիր, ինչպես որ նշեցիք, ցանկացած իշխանություն կփորձե սելեկտիվ աշխատել, այսինքն եթե այս կուսակցությունը պրո իշխանական է, արի համտեղ ճշմարտության ասենք, որ լրագրողը պարտադիր չի, որ լոյալ լինի իշխանության նկատմամբ, բայց պետք է լոյալ լինի իր աշխատանքի նկատմամբ, այնպես որ այդտեղ խնդիր ես չեմ տեսնում։ Նաև ասեմ, ինչպես անցյալին օրինակ, եթե անցյալ նախագահներու ժամանակ, եթե սելեկտիվ աշխատանքը դարձած էր օրինաչափություն, այս համայնքի այս հատվածին հետ կշփվի միայն, հիմա այս իշխանությունները գգարձեն, որ գործեն բոլորին հետ գործել, բայց խնդիրը ոչ թե իշխանություններն են կամ Հայաստանի հանձնագետարի գրասենյակը, խնդիրը իրենք չեն ուզեր գործակցել։ Սա է խնդիր։ Իրենք նույնիսկ շատ ցավալի է դրա մասին այո, չէ, հենց այդպես է, այսինքն Սփյուռքում նրանք, ովքեր որ ներկայացված են եւ ուժ ունեն եւ լրատվամիջոցներ ունեն, հենց նույնիսկ Կալիֆոռնիայում իրենց համար նախընտրելի է, որ Հայաստանից վատ լուրեր հաղորդվի, քանց թե ասենք որ հաղորդեն, որ Հայաստանը դառնում է AI-ի կենտրոն եւ դրանք բացարձակապես չեն տպագրի եւ չեն արձագանքի։ Ինչքան ավելի տպագրեն, բայց մոտավորապես չէ, ես հիմա ասեմ մոտավորապես դրամաբանությունը կլինի հետեւյալը։ Հայաստանում բացվել է, ասենք արհեստական բանականության գործարան, հա։ Եվ թունավորելու, Սևանի ջերով հովացման համակարգը լինելու, դա ահռելի պաշարներ է տանելու, Սևանը ցամաքելու է։ Հա, վերջ, չորը տանելու է Հայաստանի Հանրապետությանը ISSS 2 գործարանի պատճառով։ Խնդիրը եւ այսինքն մինչ հայկական գայքեր, որոնք օրինակ հետ մեծ դարաձում ունի Սփյուռքի մեջ, անդադ գկրե փանագի մեջ վերջին հրաբարագումը գիտեք բավական աղմկահարույց էր, բայց չի գրեր, որ Սփյուռքը ինչպես Սփյուռքի լրագրողները ինչ ցևով Հայաստանի լուրերը կփորձեն ներկայացնել եւ նույնիսկ միայն լուրերը չէ, կմեկնաբանեն այնպիսի ոճով, որ կգարձես Հայաստանի մասին չէ եղբայր գրածը։ Տխուր է այս իրականությունը, բայց պետք է սրբակրվի եւ ախր այնքան տխուր բաներ ասեցիր, սակը որ այնց արդեն ասում կարող է իրար հանգիստ թողենք, մենք իրանց իրանք մեզ։ Այսինքն հիմա իրոք իրար հանգիստ ենք թողել, բայց գնալով իհարկե ես Սակոյի հետ համակարծիք չեմ, որ Սփյուռքը ես միշտ մտածել եմ, որ համենայն դեպս մենք բնության հակառակ չենք կարող գնալ եւ մենք պետք է պատրաստվենք այն իրավիճակին, որ մի օր Սփյուռք չի լինելու
եւ նաեւ պիտի պատրաստումը անխուսափելի է, ինչպես որ պատմության ընթացքում տեսել ենք։ Ես քիչ լավատես եմ այդ։ Սակայն իմ կարծիքով շատ լավատես է, բայց համենայն դեպս այն որ գործ կա անելու, դա միանշանակ է եւ շատ գործ կա անելու եւ եթե այդ գործը արվի, եթե ճիշտ ներկայացվի Հայաստանը, օրինակ ես շատ անձնական օրինակի վրա ես իմ ընկերների հետ երբ որ սկսում եմ խոսել Սփյուռքում, Ամերիկայում հիմնականում, որոնք հակառակ դաշտի քարոզչության ներքո են։ Երբ իրենց սկսում եմ ներկայացնել ինչ է իրավիճակը, հաջորդ զանգերին արդեն սկսում են մտածել տեղափոխվել Հայաստան։ Այսինքն եթե մենք կարողանանք ճիշտ ինֆորմացիա այո, եթե մենք կարողանանք ճիշտ ներկայացնենք իրավիճակը Հայաստանում, մենք շատ սփյուռքահայեր կունենանք։ Ասելով ստացվա, որ եթե մենք կարողանանք իրավիճակը ճիշտ ներկայացնել, սփյուռքը փրկել չենք կարողանա, բայց հայերին փրկել կարող ենք։ Միանշանակ։ Այո, այսի ոսկի կանոն է։ Իմիջիալոց մենք այստեղ շատ մեծ գործ ունենք անելիք, ինչպես նշեց, նաև աշխարհով մեկ դարածված մեր տեսմանադուներում միջոցով, որովհետև իզ արմանս մեզի օրինակ Քայրեի մեջ, որ տարավոր քաղուտ մնե, տարավոր համայնք մնե, շատ համերաշխ են եւ գուսակցությունները, եւ տեսփանադունը, եւ առաջնորդարանը, բայց մենք լրատվություն չունենք եղբայր, նույնիսկ սովորական Սուրբ Զատգվա առողջության նգարը այնքան աղոտ է, որ լուր տնելու դրամատությունը գգորչի, այսին համագարկված պիտի լա այս մեկը եւ Հայաստանի տեսփանադումներում մեջ պետք է լա 10 չիդան մամուլի բաժին եղբայր մեր եթե մենք կհավատանք որ մեր նավթը այդպես չէր մեր նավթը սպիրկն է տրագան իմաստով գսեմ չեմ ասեր գտան գովի այդ դխուր բադմությամբ ոչ եթե մեզի համար արժեք ունի մենք պիտի այդ տեսփանադուներու հետ աշխատենք եւ անշուշտ սպիրկնալ պետք է արիդ չի պնդրեք գիտեք Հալեբի տեպքերը որ եղան տեսփանը փախավ հիվադոսարանը եղբայր չի կարելի այդպես հիվադոսարանը մնաց մինչև վերջին այն բահը որ անվտանգությունը ապահովված էր Երբ որ դեսա որ Գարմիր քիձերը գմոդենան, ցկեցին եւ Դամասկոս տեղափոխվեցան եւ առաջինն էին որ վերադարձան։ Այսպիսի քաղուտներ կան, որ ուր նրբություններ կան, գահսկնան, բայց կարելի է կորցնել եւ անշուշտ Հայաստանի Հանրապետության տեսփանադուներու միջոցով, որոնք մեր ներկայացիչներն են եւ հուսանք շուտով Թուրքիո մեջ ալ գունենանք տեսփանադուն։ Հուսանք, որովհետեւ հիմա դա էլ թաբուներից մեկն է դրա մասին խոսալը, այսինքն թուրքերի եւ հայաստանցին նույնիսկ չի պատկերացնում որ թուրքահայությունը կամ Թուրքիայում բնակվող հայերի համայնքը ինչքան մեծ է եւ ինչքան ուժ կարող է ներկայացնել հենց Թուրքիայում այսօրվա Թուրքիայում դրանք բոլորը հենց այդ արդյունք են նրան որ տեղեկություն ոչինչից տեղյակ չենք շնորհակալություն զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ հետ զրուցում էին հիմնականում իրար հետ համաձայնում էինք ես Լևոն Սարդարյանն եմ եւ համաձայնում էի Արևելքայքի գլխավոր խմբագիր Լիբանանահայ Սաքոարյանի եւ Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ իսկ մենք մեկ շաբաթից էլի կհանդիպենք էլի հանրային ռադիոյի եթերում էլի 19:00-ին եւ էլի կքննարկենք հայաստանյան մեդիայի խնդիրները ինչու՞ չէ նաեւ առավելությունները եթե դրանք կան շնորհակալություն հաջողություն